Եթե դու Աստծուց ներում ես ստացել, դու էլ պետք է ներես։ Մատթեոս ավետարան 25-րդ գլխի մեջ մի հատ օրինակ կա։ Ասում է, մի մարդ կանչեց իր ծառաներին, ասավ արի պարտքերդ վճարի, լաց եղավ, խնդրեց, մեծ գումարներ ուներ այս մարդը պարտ, ես չեմ երկարացնեմ, ասավ Տեր ների ինձ, գնամ սպասի, թող տուր, գնամ աշխատեմ կբերեմ, ասավ լավ, քու բոլոր պարտքերը քեզ ներված է։ Եվ ասում այն, որ դուրս եկավ այս պարտքա, այդ ծառան, իրա ծառայակցին բռնեց, իրան ման մեկին, որ նա էլ պարտքեր ուներ, ընդամենը մի քանի դրամ իրա պարտքերի համեմատ։ Եվ մի բռնեց այս մարդին, ասում տուր, ասում ախպեր, ասում մի քիչ համբերի, ես կտամ այդ ամենը, բայց Սուրբ Գիրքը ինչ ասում ես։ Ասում նա չհամբերեց, տարավ ու բանտ գցեց։ Եվ երբ որ Տերը իմացավ, ծառաներն ականեցին, Տեր, այս քու ծառան, որ դու այսքան իրան ներեցիր, այն խեղճ ծառայակցին բանտ ադրե, որտեվ այսքան լումայա իրան պարտք։ Մի հատ խոսք ասեմ, որ մեզանից շատերը սրա վրա ուշադրություն չենք դարձնում։ Ասում այն, որ Տերը կանչեց, այդ ծառային ասավ, չար ծառա, ես այդքանը քեզ ներեցի, չարժեր, որ դու էլ քու պարտակցին ներեիր, եւ ասма դրեց բանտ, եւ ասավ մինչեւ բոլորը չվճարես, դուր չես գալու տեղից։ Այսինքն քուրեր եղբայրներ, Աստված մեզ ներել է, ես այսպես եմ հասկանում, բայց եթե ես չեմ կարողանում իմ դիմացինին ներել, ինչքան ես մեղքեր ունեմ, նորից մի հաշիվ տամ դրա համար։ Որովհետև Տեր Հիսուսն ասում է, ներեք ու պիտի ներվի։ Ասում է, եթե դու չներես, քեզ էլ չի ներվելու։ Եվ դրա համար մենք մարդը հալումաշալեմ, մենք պետք է ներենք, թեկուզ այդ մարդը բաներ ունի մեր հանդեպ։ Որովհետև եթե ես ներում եմ առը, եթե Տեր իմ 1000-ը ներել է, իմ միլիոնները ներել է, նրա մի հատն ինչ է, որ ես չներեմ։ Եթե դու այդ ներումն առել ես, դու պիտի հասկանաս սա ինչ է։